Հայրս ընդամենը եղել է վարորդ, այսինքն շոֆեր։ Մենք եղել են գյուղի առաջի տներից մեկը։ Այն ժամանակ Ռուսաստանի ոչ մեկը Ռուսաստանի մասին գաղափար չուներ, իմ հայրը ռեսեր էր անում Ռուսաստան ու բերում էր մեշոկներով, արևածաղիկ, ընկույզ եւ այլն, մենք շատ լավ ենք ապրել։ Հայրս որ Ռուսաստանից գալիս էր, առաջ բենզինի բակերից վեդրոներ էին կախում ջրի համար։ Հին վեդրոներ։ Ինքը փողերը դնում էր այդ դույլի մեջ, վրան էլ քարեր էր դնում ու թենց բերում էր տուն, որ հանկարծ ճանապարհին չկասկածեն, որ իր մեքենայի մեջ փող կա։ Գյարգյարում շատ ճոխ կյանք եմ ունեցել, շատ լավ ապրել եմ։ Հա, մենակ աշխատանքը չի։ Զբաղվում ենք հողագործությամբ, անասնապահությամբ, հենց այս տարիքում այսօր մենք ունենք ոչխարներ, ունենք հորթեր, խոհոստան, այդ ամեն ինչը ես եմ խնամում։ Պարտադիր չի, որ երիտասարդներն անեն, նրանք ամեն իրանց աշխատանքով են։ Ես էլ իմ ժամը 3-ին դպրոցից գալիս եմ ու անցնում եմ այդ հերթական գործերի։ Ուղարկում են, ասում են, հլա գնա մի բաժակ ջուր բեր, հլա տենանք ոնց ենք, ինչ ենք, որ հլա տեսնեն, ասենք կարող է տղեն հավանել, ծնողները չեն տեսել, ասում են, հլա գնա մի բաժակ ջուր բեր, հլա տենան ոնց է քայլեմ, ոնց է գնեմ, ոնց է բերեմ, ինչ այդ տղա ջան, ընդով 7 օր 7 քշեր անասունեն մորթեմ, ալյուժեն մաղեմ, երիտասարդ աղջիկներին հավաքում էին, թխվածքներ էին սարքում, հիմա այնա գնում են սրա, ամեն ինչը վերջացավ, թողում գալի իրանց։ Ես իրա հարված եմ էլ դատակցնելու բան չի, մենք երկուսս էլ նույն գյուղից ենք եղել, ոչ մի պրոբլեմ չի եղել։ Կեսուրս ամեն խոսքի ասում էր, հորդ տունը շենքենա, աղջիկը պետք է օջախից ուզես, ոչ թե հավաբնից, ու դա շատ ճիշտ էր։ Սովխոզ ժամանակներն էր կոլխոզ, շատ լավ էին ապրում մարդիկ, օրինակ դպրոցում մենք երեխաների հետ գնում էինք դաշտում աշխատում, երեխաները ահագին աշխատավարձ էին ստանում, իրենց համար ինչ պետք էր կարողանում էին առնել, լավ էր, շատ բարեկեցիկ կյանքով ենք ապրել սովետական միության տարիներին։ Առաջինը դաստիարակություն, երկրորդը ընտանիք, իսկ ամենան ես կրթությանն եմ տեղ տալի։ Աշակերտներից մեկը ինձ հարցրուց, ընկեր Մովսյան, որ դուք քնում եք ձեր շորերը հանում եք, այն վաղտ, 50 տարի առաջ, ասի, տղա ջան, որ գալիս եմ դպրոց, իմ շորերը ճմրթված ալում, ասա ոչ, բա ուրեմն հանում եմ, ես էլ ձեր նման մարդ եմ, իսկ ինչ է։ Հանկարծ աշակերտ կար, որ այդ օրը ինչ-ինչ պատճառներով դասի չէր եկել, փողոցում տեն մեր փախչում էր։ Հիմա գալիս են կողքովդ ման են գալի, հեչ պետքներ չի, որ իրանք այսօր դասի չեն եկել։ Այն վաղ դպրոցական ֆորմաներ կար, տղաները ունեին, աղջիկները, նույնիսկ տանից տարել են պիոներական վսկապներ, կոմերցիոն նշաններ, այնտեղ իրանք ցույց եմ տալի, բացատրում եմ, որ սովետական միության ժամանակ այն էր, այս պիոններ կանչի մասին ծիծեռնակի, ավանգարդի, որ երիտասարդական թերթեր 8-ից 10-րդ դասարան սապտի ստանար, հոկտեմբերիկներ էին ստանալու շատ բաներ կան, որ ուսանելի էին ու դա ես չեմ կարողանում մոռանամ։ Ով է տեսել աշակերտը եղունգները սարքած դպրոց գա կամ քսված դպրոց գա, ունքերը հանած դրանք արգելված են, նման բան երբեք չի եղել։ Ես հիշում եմ աղջիկս 3-րդ կուրս էր, որ ես իրան թողի, որ ականջող էր հագնի։ Այն վաղ խիստ արգելված էր, ու միշտ հիմա էլ ասում եմ, երեխեք դուք որևէցի մի անգամ իմ վրա մի բան տեսել եք, չէ, դե կմեծանաք կունենաք, ինչի եք շտապում։ Մեծամասամբ ջանգյուլում էին բարում, հավաքվում էին, խարույկ էին վառում, համու հոտը ուրիշ էր։ Բանը նույնիսկ կոնֆետի թղթեր էին հավաքում երեխեքը, որ ճամբար սարքեն, իսկ մի ամեն ինչը պատրաստ է խանութներում դրած։ Այսինքն իրենք ձեռքով պատրաստում։ Հա, իրենք ձեռքով էին պատրաստում։ Թղթերով կապում, ճամբարը սարքում, բացում էս ինչ օրնա լենթը կապում, պետք է ինչ-որ մեկը գար կտրեր այդ լենթը։ Գալիս են նստան փոխանակ զրուցեն, հեռախոսի մեջն են մտնում։ Ճարս կտրած դասին հավաքում եմ հեռախոսները, լցնում եմ սումկես,
որ ինձ լսեն, նորմալ անցկացնեն, տեղ կա արգելված է, տեղ էլ կա ինչքան ուզում ես ասա, չի կարելի, նա պետք է բերի։ Ես մենակ խաղաղություն եմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, այսօր ես 3 զինվորական ունեմ։ Ես մենակ ուզում եմ երկիրքը խաղաղ լինի, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, ամբողջ օրը ալիքները չրթմեմ, այս ալիքը, այն ալիքը, հլա տենամ որտեղ ինչ ա գրված, ու ինձ համար այսօր անսովոր մի երևույթ է։ Ոնց կարա 2 գերու փոխարեն Ադրբեջանը 32-ը հետ տա։ Այդտեղ ես մի եվ եմ տեսնում, բայց չգիտեմ դա ինչ եվ է։